Ես զարմանում եմ ոնց կարա տենց ստացվի, որ Թիֆլիսի ամենահարուստ մարդը այդքան բան անի ժողովրդի համար եւ այսօր իրան ոչ մեկ չհիշի։ Խոսքս Միքայել Արամյանցի մասին է։ Հա դե ցավալի է, որ Արամյանցի մասին Հայաստանում համարյա ոչ մեկ չգիտի, բայց ինքը հաստատ մեծ մարդ է, որ արժի խոսանք իր մասին։ Մարի մենք թվարկենք ինչ արել Միքայել Արամյանցը, իսկ մեկնաբանություններում թող մարդիկ գրեն, գիտեին թե չգիտեին։ Կովկասի առաջին ռենտգեն սարքը բերեց, մարդկանց անվճար բուժեց, վերջի վերջո հազարավոր մարդկանց կյանք է փրկել։ Կառուցել է շենքեր, բնակելի թաղամասեր, հյուրանոցներ եւ կարելի է ասել, որ Արամյանցի շնորհիվ այն վաղտվա Թիֆլիսը ստացել է իր ճարտարապետական տեսքը։ Աջակցել է հայկական դպրոցների, եկեղեցիների, մշակութային կենտրոնների պահպանման ու զարգացմանը։ Ու այսքանից հետո այդ մարդը այսօրվա դրությամբ սկի գերեզմանոց չունի։ Ոնց չունի, բա ինչքան գիտեմ Թիֆլիսում Արամյանցների դամբարան կա։ Արամյանցի գերեզմանոցը Խոջիվանքում էր եւ ցավոք սրտի տարիներ առաջ այդ գերեզմանոցը հավասարվեց հողին։ Հա, շատ ցավալի է իրականում։ Անպայման լայքեք այս վիդեոն, գրեք մեկնաբանություններում գիտեիք թե չգիտեիք ու անպայման գրանցվեք մեր էջին, որ իմանաք ավելին։